Ջուլիետա Սարգսյանն եմ Շամշադինի շրջանի Չինչին գյուղից, սովորել եմ Երևանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև իմ երկրորդ մասնագիտությունը եղել է Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Շատ առիթներ են եղել, որ ցանկացել եմ անպայման ելույթներ ունենալ, իհարկե ունեցել եմ մի քանի անգամ ելույթներ, սակայն այս անգամ չափից ավելի վրդովված եմ այն բանի համար, որ նախորդ կիրակի մեծ բանավեճի ժամանակ ուրեմն Պետրոսի հյուրն էին մի քանի դիմադիր եւ ընդդիմադիր ֆրակցիայի անդամներ, մի ելույթ ինձ չափից ավելի զայրացրեց, դա տեխնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ելույթն էր։ Նա ասաց, որ ինքը ունի ռուսական կրթություն, այնուհետև նա գնացել եւ սովորել է Մոսկվայում, 5 տարի Մոսկվայում սովորելուց հետո նրա դիսերտացիայի պաշտպանությունը եղել է Տոլստոյի գործերը, նրա գործունեությունը, եւ նա ասաց, որ այդ Ռուսաստանը Տոլստոյի Ռուսաստանը չէ, դա այժմ Պեսկովն է եւ Պուտինը։ Հիմա ես հարց եմ տալի, այ երախտամոր, ի վերջո 5 տարի նրանց հացը կերել ես, ձեր դիսերտացիան պաշտպանել ես այնտեղ, հիմա որպեսզի կարողանամ զուգահեռներ անցկացնել ձեր այդ գործունեության մեջ, ես հիմա ասում եմ իմ կենսագրականը, որը թե ես ինչ եմ արել։ Իմ դիպլոմային աշխատանքի թեման եղել է պետությունը եւ իրավունքը Հայաստանում վաղ քրիստոնեության շրջանում, փակագծերի մեջ 3-ից 5-րդ դար։ Իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է այն ժամանակվա Հանրապետության դատախազ Օսիպյանը։ Ես նրա աշխատանքային կաբինետում եղել եմ ընդամենը 3 րոպե։ Նա պարզապես թելադրել է այն աղբյուրները, որից ես պետք է օգտվեմ դիպլոմային աշխատանքը գրելու համար։ Եվ ասել է, որ պատմական ակնարկը ինչ պետք է լինի, այնուհետև 11 տարբեր աղբյուրներից օգտվելու։ Ես դա ասում եմ 17 դար առաջ մեր պետության մասին, որ այն ժամանակվա ուրեմն ինչքան աղբյուրներ են եղել, ինչքան մարդիկ են կարողացել գրել, ասել, որպեսզի մեր հայապահպանությունը, մեր եկեղեցաշինությունը, մեր ազգային արժեքները, մեր ամեն ինչը պահպանելու համար։ Հիմա ես ձեզ ասում եմ, տականք Սրիկա Բաբայան, քեզ հետ կար այդտեղ նաև մի հատ Մելիքյան ազգանունով չեմ կարող ասել անունն ինչ էր, ասաց, որ թենց հպարտորեն, որ Մոսկվայի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել եւ նորից սկսում էր բսկտել ռուսներին։ Դու Բաբայան, ես դա քո միջոցով եմ դա ուզում դա ընդհանրացնել։ Եթե դու ասում ես, որ այ երախտամոր 17 դար առաջ 1700 ամյա պատմություն ունեցող մեր ազգին, դու մեզ էլ չես սիրում, այս Սրիկա, այ համբալներ, այդ թափտուկներ, դուք մեզ էլ չեք սիրում, մենք հոր ռուս չենք, ռուսներն են ասել, որ գնացեք և ձեր եկեղեցում, բայր եկեղեցում հարցակվեք, որպեսզի կարողանաք ծեպրելով նրանց հանել, դուրս ճպրտել և այլը, ուզում եք կրոնը փոխել, ուզում եք, չգիտեմ, նոր կաթողիկոս ընտրել և այլը, հանձինս այդ շաշկետ հիմար, այդ ծտախելք Նիկոլի, Նիկոլ, այս շակալ, մի քանի քահանաների քամակատ քցած տեղը իր գնում, որպեսզի կրոնափոխություն ես անում ես, և դուք համարում եք ձեզ մարդ,
Հիմա այդտեղել են ռուսներն ասել, որ գնացեք եւ հայտարարեք արեք ձեր ամբողջ եկեղեցական այդ հոգևորական դասին ասելով, պատարաբանելով մեկ ամուսնացած է, մյուսն այսպես է, հաջորդն այսպես է, մյուսն այնպես է։ Ամուսնացած են լավ են արել, եթե երեխաներ ունի շատ լավ է արել, որ երեխաներ ունի, դա վատ չէ։ Իմիջայլոց Գրիգոր Լուսավորիչն էլ երեխաներ ունեցել եւ վատ չի։ Այնուամենայնիվ նա մեզ համար մնում է որպես մեր մայր եկեղեցու, մեր ընդհանուր եկեղեցական հայրը։ Բոլոր դեպքերում հիմա ես ձեզ ասեմ, դա ռուսներն են, որ ասում են, որ ձեր մշակույթը, ձեր դպրոցները փակեցեք, դպրոցները մթոն տեսարկում, փակեցեք եւ այնպես արեք, որ երեխաները դպրոց մի քանի դպրոցներ իրար եք միացնում, գյուղեր եւ այլ։ Ամեն մի դպրոցում իմ մի քանի տարի առաջ իմ այդ սովորած Չինչինի միջնակարգ դպրոցում ընդամենը 3 աշակերտ է եղել, 3 աշակերտ։ Եվ դա չի շնորհիվ է, դա ձեր շատ ու շատ մարդկանց այնպես արեցիք, որոնք դարձան հայրենազուրկ արեցիք բոլորին։ Ամբողջ Արցախ աշխարհը քանդեցիք, հայրենիքը վաճառեցիք եւ ուզում եք որպեսզի սրա նրա վրա դնել, թե ռուսներն այսպես արեցին, ռուսներն այնպես արեցին։ Այս թափթփուկներ, դուք ոչ ռուսին եք սիրում, ոչ մեզ եք սիրում, բա դուք ում եք սիրում, այ համբալներ, դուք սիրում եք այդ թուրքերին, գնացեք նրանց հետույքներից հոտ քաշելով մանեք եք այդ շակալներ, ուրախանում եք, որ են խլեզրին նշանակել են ազգային ժողովի նախագահ, այդ Ռուբինինա ինչ գրողուցավա, երանի ձեզ, որ այդպես, այս ինչ նվաճում ունեք, այս ինչ դիվանագետներ են աշխատում մեզ համար, դուք այդպիսին եք, դուք ոչ մեկի չեք սիրում, և ընդհանրապես կրկնում եմ նորից, եթե մենք պետք է առհասարակ, ստրուկ լինենք, ուրեմն ես նախընտրում եմ ռուսների ստրուկը, ոչ թե թուրքերի, ռուսների, որովհետև մեր մշակույթը կապված է նաև նրանց հետ, ինչպես նաև նրանց մեզ։ Երկար տարիներ Լազարյան Ջեմարանն աշխատել է Ռուսաստանում, քանի սերունդներ են այնտեղ կրթվել։ Երբ որ 40 պատերազմի ժամանակ այդ Էրմիտաժի տնօրենն այն ժամանակ Օրբելիներ եւ այնպես եղավ, որ բլոկադայի տարիներին պետք է Էրմիտաժը տեղափոխեն ամբողջ այդ բոլոր նկարները, ամեն ինչ որ կա մեր այդ հարստությունը տեղափոխվի Ուրալ։ Ամբողջ ամիսներով մարդիկ կիսաքաղց ամբողջ Լենինգրադի ժողովրդի մեծ իմաստ եկան եւ օգնեցին, որպեսզի դրանք կարողանան տեղավորել տարբեր տեղերում եւ բարձել գնացքները։ Այդ հսկա մարդը, Օրբելին, այդ տիտանը, երբ որ գնացքն արդեն պետք է վերջին սուլոսներ արձակում, որ շարժվի դեպի Սիբիր, նա այդ հսկա մարդը առաջի անգամ երևի նա չէր լացել այդպես, լացեց, որովհետև տեսավ, որ գնաց տանում և նա չէր պատկերացնում, թե նորից դա կվերադարձվի, թե ոչ։ Այդպիսին են եղել։ Մեր մեծերը, մեր շատերը այնտեղ են, մեր մեծերից շատերը այնտեղ են կրթվել, դաստիարակվել։ Եվ բոլոր մենք հիանում ենք նրանցով ինչպես նայում։ Հիմա ես այդ զուգահեռը պատահական չաս։ Դուք ասում եք, որ նրանք վատն են, փիստն են, նրանք բոլոր դեպքերում մեր թշնամիներն են, այլապես այս տականքներ, բա մենք ովքեր ենք, դուք տեսնում եք, որ մեզ էլ չեք սիրում, դուք մեզ էլ, դուք ում եք սիրում դուք ում եք սիրում, դուք միայն փող եք սիրում, այ հիմարներ, ձեզ միայն գայթակղությունը, դուք այդ գայթակղությանը չեք դիմանում այդ փողի, Փաշինյան Նիկոլ, այս սապլյակ, այդ ծտախելք, այդ թափթփուկ, կաշարք տալը, կաշարք վերցնելը, դա հիմնականում քո մասնագիտությունն է, դու կաշարքով վաճառեցիր Արցախը,
5 միլիարդ դոլարով Արցախը ծախեցիր, ամբողջ Արցախի ներսին այնպես դասավորեցիր, որ պատերազմը հրահրացիր եւ բանկերի բոլոր այնտեղ եղած փողերը բոլորը եղավ Հայաստան, իհարկե քո հիմար այդ անբարոյական ղրերի կատվի հետ միասին դուք ով է տեսել աշխարհում եզակի դեպք է դա շատ դավաճաններ են լինում, բայց մի ընտանիքից 2 դավաճան ամուսիններ դա չի եղել, նախադեպ չկա եւ նախադեպ չկա նաեւ այն բանի համար որ այո դուք Արցախը վաճառել եք անտիկ աշխարհից սկսված ժամանակներից ոչ մի անգամ ես չեմ կարդացել, չեմ լսել, որ մարդիկ այդքան մի հսկայական տարածք վաճառեն թշնամուն։ Պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Եվ իդեպ պետք է ասեմ, որ այդ է պատճառը, որ դուք անընդհատ այդ փողերից եք խոսում։ Անընդհատ ասում եք, որ իբրև թե ընդդիմադիրները ձայները հավաքել են կաշառքով եւ դա քո մասնագիտությունն է, դա ձեր մասնագիտությունն է։ Դրա համար են որ բոլորին 10,000, 20,000, 30,000 միլիոն հազարներ չէ, միլիոններով դուք այդպես դրանց գումարներ տրամադրեցիք, բոլորին էլ։ Բոլոր ձեր ընտրությունների ժամանակ մեզ մոտ, մեր տարածքում կոնկրետ հարավ-արևմտյան թաղամասում շատ կան, որոնք ալկաշներ են, նարկամաններ, բեսձելնիկ, առանց աշխատելու, ոչ բան չեն անում, չեն աշխատում։ Եվ ձեր ընտրություններից անմիջապես հետո, որ արդեն փողերը բաժանում եք, այդ մեր մոտի բեսեդկան դարձնում են Շալաշկինայի կանտորան, որովհետև փողերը բոլորը, եւ նրանք ասում են, նրանց բերանում ոչ մի բան ջուրը չի մնում, որովհետև նրանց միայն հետաքրքրում է ունենալ խմելը, ծխելը եւ այլը։ Եվ նրանք ասում են, թե ինչքան գումար են ստացել, եւ մեր մոտ կրկնում եմ նորից այդ բեսեդկան դարձել է Շալաշկինայի կանտորան, ամեն օր ուտում, խմում եւ ձեր մասին ասում են, որ չնայած էլի նրանց մեջ կան ազնիվ մարդիկ, որ ճշմարիտն են ասում, հա, վերցել են, մի մասն էլ վերցել են, ձեր չեն դրել, բայց այնուամենայնիվ, թե Ավինյանի ժամանակ, թե հիմիկ բայց ընտրությունների ժամանակ եւ այլն։ Մի խոսքով դուք բոլորդ այնպիսի թունավոր մշակույթ ստեղծեցիք մեր հանրապետությունում, որ դրանից ազատվել չկա։ Դուք ընդամենը բոլորդ քայլող խոլերա եք, քայլող։ Դուք այնպիսի դուք մարդ կոչվելուց իրավունք էլ չունեք։ Ես զարմանում եմ նաև մեր վրա, որովհետև այդ ուրիշ երկրումներ, ուրիշ ազգերի մեջներ, հիմա ձեզ տերորի էին ենթարկել, բայց ես իմիջայլոց դեմ եմ այդ տերորին, որովհետև ես կուզենամ, որպեսզի բոլորդ էլ հետագայում իհարկե անպայման դա ձեր դատաստանը պետք է լինի, բայց Նիկոլ նաև մի բանում լավ ես, բոլոր քո այդ համախոհներին քաշ դու դեպի կռապնարան, Կամանց դուք գնում եք դեպի կառափնարան, բոլորին քաշ տուր, այդ մի կողմից ես համամիտ եմ ձեզ հետ, որ այնքան խելքը չի կտրում, իրենց խելքն էլ չի կտրում, որ իրանք քեզ լսելով հանդերձ ուր են գնում։ Դու այն սրիկատականքն ես, որ համասարանական կրթությամբ դատավորներին վնգստացող շները իրար մանում։ Այժմ այդ վնգստացող շները ձեր ողջին աշխատում են։ Եվ դուք այն դատավորներ, ովքեր որ այս սրիկայութ տարի սրական կատարել եք, սրանից հետո դուք չեք վնգստալու, դուք գայլերի նման ոռնալու եք, դուք պետք է ոռնաք գայլերի նման, միայնակ գայլերի նման, միայնակ գայլերի, եւ էկ գայլերի նման, էկ գայլերի ոռնոցը զարհուրելի է, սարսափելի է, դուք այդպես պետք է լինեք, ձեզ համար ուրիշ բան չկա, աշխարհում 3 բան կա, որ հնարավոր չէ թաքցնել։ Մեկը դա արեքակի արևածախն է, արեքակը պարտադիր պետք է ամեն առավոտ արևածախը լինի։ Երկրորդը դա լուսինն է, որ պարտադիր պետք է երեկվան գիշերը պետք է լուսավորի
Եվ երրորդը դա ճշմարտությունն է։ Ճշմարտությունը թաքցնել չի լինի։ Այսպես թե այնպես բոլոր ձեր այդ գործունեությունը պետք է պարզաբանվի, ասվի, ամեն ինչ արվի, որպեսզի ձեր պատիժը դուք ստանաք։ Հիմա ես սպասում եմ իմ սիրելի ժողովուրդ, այնուամենայնիվ սահմանադրական դատարանը չգիտեմ ինչու, ես արդեն են, որ ասма իրոք ասում են, հույներն ասում են, օրն առավոտից է հայտնի։ Սահմանադրական դատարանի այդ ելույթները, հարցազրույցները, հարց ու պատասխաններն արդեն ոնց որ թե հուշում են, ճիշտ է, ես տեսնում եմ, որ այդ Հովակիմյան չելած այդ կլեպը, այդ քաչալ կլեպը, նա ոչինչ չի հասկանում եւ նույն նախադասությունները մի քանի անգամ ուզում է կրկնել, շրջել եւ այլ։ Բայց մինչ այդել ես խնդրում եմ, որպեսզի դուք այն կանգ չառնեք ոչինչ բանով։ Եթե բոլորը կարող են այդ ասել, որ դա այնպես ճիշտ է, լավ է, շատ-շատերն են, իբրև թե նրանց ողջունել են, որ լավ է, այսպես է, այնպես է։ Երկորից էլ գալիս է Ուրսուլա ֆոն դեր Լայնը, ինչ թափթփուկա չեմ հասկանում, հա, գալիս ես ինչ ան էստեղ։ Այդ տականք դե որ գալիս ես, հա, եղի չես ասում, որ մեր գերիները մխկտում են այնտեղ, մխկտում են նրանք, տարիներ շարունակ, ինչու չեք ազատել, որտեղ են մեր ամբողջ մեր քանի դրոշներ, թուրքական դրոշներն են մեր հողերի վրա, մեր գեղեցիկ այդ սարերի վրա, այդ բարձունքներում փոխփողում են նրանց, կարելի է ասել փոխփողալ բառնել նրանց, ճիշտ ասում, բայց ես ասում եմ, այո, քամի փոխփողացնում են նրանց դրոշները, վախեցնելով մեր ժողովրդին։ Մեր անասունները չենք կարողանում, որպեսզի տանենք գոնե արածացնելու, դրանից էլ ենք զրկված, ամեն ինչից մենք զրկված ենք։ Այդ թափթփու, ասում ես, որ այսքան դպրոցներ եմ կառուցել, ինչի՞ սա պետք է դպրոցը, դպրոցում կրթություն չկա։ Դու այն սրիկան էիք, այն ավազակները, որ այդ Պետրոս Ղազարյանի, նրա այդ մռայլ այդ շոտլանդացի կնոջ հետ միասին բոլոր դեպքերում դուք կարողացաք այն ժամանակվա նախարարին շպրտել տակ եւ Դումանյանին եւ նրա փոխարեն դրեցիք դրան, որպեսզի կարողանաք ազատվել մի շարք ուսուցիչներից, 1300 ուսուցիչ, որոնք շատերի ընտանիքներում նրանց աշխատավարձին էին սպասում, դուք միանգամից հանեցիք դուրս։ Այն մարդկանց, ովքեր 40 տարվա ստաժներ ունեին, 30-40 տարվա, եւ քանի սերունդներ էին նրանք դաստիարակել, իրենց արյունը կաթիլ տալով ուսուցչի եւ զինվորի տարբերությունը հետեւյալն է. զինվորը իրեն կյանքը տալիս է հայրենիքին միանգամից, իսկ ուսուցիչը կաթիլ։ Եվ այդ կաթիլ տված ուսուցիչները, մանկավարժները բոլորը մնացին առանց որևէ բանի, եւ դուք նրանց դուրս շպրտեցիք։ Իմ սիրելի ժողովուրդ, չգիտեմ ոնց ուզում եք արեք, պատերազմով է նորից, խաղաղությամբ է, դիվանագիտությամբ է, ուրիշների օգնության խնդրանքով է, ռուսներին խնդրելով, որպեսզի մեզ օգնեն եւ այլը, գիտեմ, որ իհարկե կօգնեն, անպայման այնպես ալինի, որպեսզի մենք կարողանանք այս սրիկայից ազատվել, այլապես ուրիշ բան հնարավոր չէ։